Փաշինյանն ասում է, որ թոշակները բարձրացնենք, չեն իմանա ինչի վրա ծախսեն։ Համաձայն եք նրա այդ մտքի հետ, որ թոշակառուն ծախսելու տեղ չունի եւ ծախսելու ձևը չգիտի։ Ծիծաղ, դուք եք ծիծաղացինք։ Չէ, միամիտ են թոշակառուները, ոչ հաց են ուտում, ոչ էլ բան ծախսելու ձևը գիտեն։ Միայն ինքն է, որ կարողանում է ծախսելու չափը իմանա։ Ասենք ասում է սուպերմարկետներից օգտվենք, լրիվ բան անենք, որ տոկոս կա։ Բայց մեկը ես հիմա ընկել եմ, դժվար եմ մանգալի, նոր եմ եկել թոշակը ստանում, որտեղ վիճակի չէի։ Ես չեմ կարող գնամ սուպերմարկետները, որ առևտուր ընդեից անի, որ քարտային լինի։ Իսկ բոլորին հայտնի է, մթերքի շուկայում կամ սենց արձերը չես կարող, դա իրացնես։ Որովհետև բոլորը չեն կարող այդ քարտը տանք ես։ Այդ դրա համար ճիշտ չի, որ այդ տոկոսի բանով են անում, ոչ թե միանգամից բարձրացնելու։ Եթե 36,000 դրամ թոշակ է ստանում, այդ 36,000 դրամով կոմունալ վճարի, հա, նա մի ամիս պետք է գոյատևի, գոյություն պահպանի, ոչ թե նու կարելի հենց գոյատևի, այո։ Ես գտնում եմ, որ ինչու մեր ուրեմն հայրենակիցները գնում են արտերկիր, որովհետև այնտեղ թոշակը բավական բարձր է։ Մենակ ինքը գիտի ինչի վրա ծախսի։ Թոշակառուն անգրագետ չի, թոշակառուն ընդամենը թոշակառու է։ Ամբողջ կյանքն աշխատել է, որ այսօր կոպեկները ստանա, իսկ իրանք 3 միլիոն դրամով պարգևավճարներ, հա։ Դա է մեր կառավարությունը։ Թոշակառուն գիտի ինքը ոնց ծախսի իր կոպեկները, ընդամենը կոպեկներ են ստանում թոշակառուները, ընդամենը կոպեկներ։ Ու դեղի փող են անում, մեկ էլ հասնում են կոմունալներ վճարեն։ Կան շատ, մեր մոտ աղքատությունը, գիտեք չէ ինչ աշճանի է հասել։ Ոչ սխալ է ասում։ Շատ սխալ է ասում, եթե թոշակների մասին է, շատ ցածր է ստեղ թոշակները։ Նույնիսկ ես ռուսական թոշակ եմ ստանում, ըստեղ դա էլ է ջուր դառնում։ Իսկ այդ ծախսը տեղ իրան գիտեն, այդ Թոշակառուի թոշակը թող ավելացնի, արդեն թոշակառուն իմանա իր գումարը որտեղ ծախսի։ Մենք այնքան գումար չենք ստանում, որ մի բան էլ հետ գցենք։ Թոշակառուն Հայաստանում շատ քիչ է վարձատրվում։ Պետք է մտածի բարելավ բան համար։ կոմունալների մասին մտածի թող։ Մարդ այնքան ծախսելու տեղ ու նիսկի չի հասցնում այդ էլածը հերիքացնի։ Գազա, լույսա, ջուրա, հացա, ամեն ինչի վրա դա գումար է ծախսվում։ Չեմ հաշվեմ, որ ասենք մեծ ծնունդ ես գնեմ, հարսանիք ես գնեմ, նենց մարդավոր չես կարա մերժես ազիզ ջան։ Որ գումարը տա, հետո ուսումնասիրի ով ինչի վրա է ծախսում, ես թվում է ինքը էլ դենց բան չի ասի։ Փաշինյանը պոտենցիալ հիվանդներ է ստեղծում հիվանդանոցների համար։ Այդ 10,000 դրամը եթե տար, լավ կսնվեն, ջերմությունը կապահովեն ու չեն հիվանդանա, իսկ մի պոտենցիալ հիվանդներ են։